Ողջույն իմ սիրելի YouTube-յան դիտորդներ, այսօր դեկտեմբերի 28-ն է, իրական մեզ պահին 28-ը չի, դուք եք ամսի 28-ին տենում, և ընդամենը հաշված, իսկ ավելի կոնկրետ 29-30-31, 3 օր է մնացել 2025 թվականի ավարտին և սա էլ մեր վերջին հաղորդումն է, որը նվիրված է 2026 թվականի կանխատեսմանը։ Եթե դեռ չես դիտել 2026 թվականի էներգետիկ վերլուծությունը և կանխատեսումը Հայաստանի Հանրապետության համար, ապա վերևի լինկով կարող ես գնալ և դիտել։ Ինչպես նաև կարող ես վերցնել քո անհատական տարրո և նումերոլոգիական կանխատեսումը 2026 թվականի համար գրելով անձնական նամակ իմ Instagram-ին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը դու տեսնում ես էկրանին։ Դե ինչ սիրելիներս, մենք անդրադարձանք հորոսկոպի գրեթե բոլոր նշաններին և հերթը հասել է արդեն վերջին երկուսին՝ ջրհոսներին և ձկներին։ Իսկ եթե դեռ չեք տեսել ձեր հորոսկոպի նշանի կանխատեսումը 2026 թվականի համար, այն կգտնեք իմ ալիքում։ Կարող եմ տարօրինակ տպավորություն թողնել ձեզ մոտ, բայց ինձ համար ջրհոսներն ու ձկները միշտ ասոցացվել են կապույտ և ֆիրուզագույն գույների հետ, այդ իսկ պատճառով այսօր կանխատեսումը անցկացնելու ենք լույս տեսնողի տարրոյի դրձակով, որովհետև այն հենց հագեցած է այս գունային երանգներով, ինչպես նաև ինֆորմացիան շատ մեղմ ու փափուկ ձևով է ներկայացնում։ Իդեպ, եթե կցանկանաք տեսնել առանձին հաղորդում նվիրված իմ տարրո քարտերի կոլեկցիային, որում կպատմենք, թե ինչ քարտերով եմ աշխատում, ինչ տեսք ունեն դրանք, ինչպես եմ դրանք ձեռք բերել և որն են իմ ամենասիրելի դրձակը, մեկնաբանություններում գրեք, որպեսզի իմանանք դրա մասին։ Նախքան կանխատեսումը սկսելը, անպայման լայքեք այս հաղորդումը և մեկնաբանություններում կիսվեք ձեր տպավորություններով, ինչու չէ նաև հարցերով, որ կցանկանաք քննարկենք իմ Hermit Talks-ի շրջանակներում, ուստի մեկնաբանություններում եղեք ակտիվ, որովհետև դա է ցույց տալիս ձեր հետաքրքրվածությունը այս կոնտենտի հանդեպ և օգնում է մեզ էլ ավելի հետաքրքիր ու լավ հաղորդումներ նկարելուն։ Ինչպես նաև մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին և ներքևի զանգակի վրա նշել, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հաղորդումները։ Դե ինչ, սկսենք։ Իմ այս դրձակը լաքապատ է և հուսով եմ լույսի անդրադարձը չի խանգարի նրան, որ դուք պատկերները նորմալ տեսնեք։ Մի հատ խառնենք։ Այսպիսով ինչպիսին կլինի 2026 թվականը ջրհոսի համաստեղությամբ ծնված մարդկանց համար։ Հիմնական 3 էներգիաները տարվա ընթացքում և վերջինը խորհուրդ։ Բավականին հետաքրքիր և տրանսֆորմացիոն տարի է սպասում, սակայն մինչև քարտերին անդրադառնալը պետք է հիշեցնեմ մեր սիրելի ջրհոսներին, որ ձեր գաղափարները տարբերվող են այս աշխարհից, բայց դա չի նշանակում, որ դուք տարօրինակ եք։ Թույլ մի տվեք մարդկանց քննադատել ձեզ, քննադատել ձեր քայլերը, ձեր գաղափարները ու մի վախեցեք ձեր գաղափարները բարձրաձայնելուց, ինչպես նաև դրանք ռեալիզացնելուց, որովհետև կա կարծիք, որ ջրհոսները ապագայից եկած մարդիկ են, ովքեր հենց այս աշխարհ պետք է բերեն նորամուծություններ, չվախենան ռեալիզացվել և իրենց գաղափարներով ու մտքերով կարող են մարդկանց կյանքը իրապես դարձնել ավելի լավը, ավելի կոմֆորտ ու ավելի բարեկեցիկ։ Երբեմն մեր նոր գաղափարները, ցանկություններն ու մտքերը կարող են դառնալ քննադատության առարկա, ինչու չէ նաև ենթարկվեն ծաղրի, սակայն այդ ամենը պարզապես խոչընդոտներ են և մենք չպետք է թույլ տանք այդ խոչընդոտներին խանգարել մեզ հասնել մեր նպատակին։ Ուստի գնում ենք առաջ վստահորեն։ Նախ ջրհոսների համար տարին լինելու է բավականին հուզական, որովհետև այստեղ ունենք երկու արկան, որը միանգամից խոսում է հույզերի մասին։ Առաջինը գավաթների արքայազնն է։ Գավաթների արքայազնը խոսում է այդ պոետիկ, էմոցիոնալ վիճակների մասին, որը շատ հարիր է ջրհոսների համար, բայց այստեղ կարևոր է, որ դուք սովորեք ձեր էմոցիաները ոչ թե փակեք ձեր մեջ, ոչ թե պարփակվեք աշխարհից, այլ իրապես ապրեք այդ հույզերը, ապրեք այդ էմոցիաները։ Շատ հավանական է, որ այս տարվա ընթացքում կլինեն ֆլիրտային, ինչ-որ հաճելի ժամանցներ, վիճակներ, նոր ծանոթություններ, սակայն այստեղ նաև այս քարտին զուգահեռ ունենք 9 թրերի արկանը, երկուսն է խոսում են խիստ հուզական ու էմոցիոնալ վիճակների մասին, հնարավոր են այս տարի լինեն ինչ-որ չափով հիասթափություններ կամ բաժանություններ, չստացված հարաբերություններ, բայց այդ ամենը չպետք է դառնան պատճառ, որ դուք կոտրվեք կամ առանձնանաք այս աշխարհից։
Իրականում 9 թուրը առաջին հայացքից հենց բացասական իրավիճակների մասին է խոսում, որ մարդը դեպրեսիվ վիճակներում է, կորցրել է իր քունը, անընդհատ ինչ-որ խառը մտքերի, տագնապների մեջ է, որը չի թողում նրան հանգիստ կյանքով ապրել, բայց այս 9 թուրը գալիս է մարդու կյանք, որ մարդը ազատվի իր ներսում կուտակված ողջ բացասականից ու տեղ ազատի նոր էմոցիաների, նոր հույզերի ու նոր հնարավորությունների համար։ Եթե այս տարվա ընթացքում ձեր կյանքում կլինեն բաժանություններ, ուղղակի պետք է համակերպվեք այդ ամենի հետ, չփորձեք բռնի ուժով մարդկանց պահել ձեր կողքին, որովհետև սա այն էտապն է, որ պետք է ազատվեք հնից։ Առհասարակ 2026-ը 10-րդ էներգիայի ազդեցության տակ է, ինչը մեր կյանքը կբերի շրջադարձային փոփոխություններ եւ անգամ տարեվերջում հնարավոր է չճանաչենք մեր կյանքը, բայց այդտեղ կարեւոր է, որ մենք հոգեպես եւ հուզական տեսանկյունից լինենք պատրաստ այդ փոփոխություններին ու թույլ չտանք, որ այդ փոփոխությունները մեզ կոտրեն, որովհետեւ այդ փոփոխությունները գալու են մեր կյանք, մեր լավի, մեր բարու, մեր հաջողության եւ մեր բարեկեցիկ կյանքով ապրելու համար, պարզապես մեզանից հասնում է լինել բաց այդ փոփոխությունների համար, չփորձել կառչել անցյալից եւ հնացած երևույթներից։ Եթե կարողանաք ազատվել այդ բեռից, հավատացեք, այս տարին ձեր կյանքը կբերի նոր ծանոթություններ, նոր մարդկանց եւ ինչու՞ չէ նաեւ նոր սիրային կապեր ու հարաբերություններ, որոնք կդնեն հիմք հետագայում ավելի լավ հարաբերություններ դառնալու։ Պարզապես պետք է պատրաստ լինենք ու բաց լինենք այդ փոփոխությունների համար։ Այստեղ հիմնական էներգիաներում նաև ունենք ավագ քրմուհու երկրորդ ավագ արկանը, որը խոսում է հենց ներքին հույսերը հասկանալու, ինքդ քո հետ ներդաշնակ լինելու մասին, քանի որ այստեղ 9 թուրներ եւ ես նշեցի, որ պետք է ազատվենք այդ ներքին բացասականությունից, կուտակված բացասական հույզերից ու տեղ ազատենք նորի ու դրականի համար, ավագ քրմուհին էլ մեզ հուշում է, որ այդ ամենին կարող ենք հասնել միայն ինքնաճանաչման, ինքնաբացահայտման շնորհիվ։ Առհասարակ 2026 թվականին շեշտադրեք ձեր կյանքում ինքնաճանաչողությունը, ինքնաբացահայտումը, արեք ինքնաճանաչման պրակտիկաներ, անցեք վերլուծություններ, թերապիաներ, տարով մասնագետների, աստղաբանների, հոգեբանների հետ, որպեսզի կարողանաք ճանաչել ձեր ներքին երեխային, ձեր ներքին ցանկություններին, ինչպես նաև համերաշխ լինեք ինքներդ ձեր մարմնի, ձեր հոգեկանի, ձեր ստվերային կողմերի հետ։ Մի փորձեք խուսափել ինքներդ ձեզանից, ձեր մտքերից, ձեր վախերից, որովհետև որքան էլ խուսափեք, միևնույն է դրանք ձեզ ամեն տեղ ուղղորդելու են ու ավելի լավ կլինի ընկերանաք ինքներդ ձեր ցանկությունների ու ձեր ստվերային կողմի հետ, քան թե փորձեք փախչել իրենից։ Այս տարի լավ կլինի, որ դուք նաև ձեռք բերեք հոգևոր գիտելիքներ, կապված հոգևոր ուսմունքների, կրոնական գիտելիքների, ինչու՞ չէ նաև փոքր չափով էզոտերիկայի հետ, այս ամենը ձեզ կօգնի հաջողելու ձեր կենցաղային կյանքում, ձեր կարիերայում ու ֆինանսներում, որպեսզի կարողանաք խնդիրներին ու երևույթներին նայել այլ տեսանկյունից։ Մի փորձեք ձեր ներքին վախերն ու համոզմունքները պրոյեկտել աշխարհի վրա եւ բոլորին կոպիտ ասած չափել մեկ արշինով, որովհետեւ մարդիկ տարբեր են, մարդկանց կարծիքները տարբեր են, մարդկանց արժեհամակարգն ու դաստիարակությունները տարբեր են եւ ամեն մեկը ունի իր ուրույն հայացքը տարբեր երևույթների մասին։ Մի վախեցեք ինքնաարտահայտվելուց, աշխատեք ձեր ներքին ստեղծագործ, արարչագործական էներգիայի ու ունակությունների հետ, որովհետև այս նշանի մարդիկ իրոք կարող են ունենալ հզոր ազդեցություն թե պատմության ընթացքի, թե սեփական շրջապատի մարդկանց կյանքի որակի եւ բարեկեցության վրա, այնպես որ դուք եկել եք այս աշխարհը ավելի լավը դարձնելու համար, պարզապես պետք է սկսեք ինքներդ ձեզանից։ Դարձրեք ձեզ ավելի լավը, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք եւ արեք առավելագույնս հասնելու ձեր նպատակներին ու ցանկություններին։ Եվ որպես խորհուրդ ջրհոսների համար ունենք 9 դրամների քարտը, նայեք, այստեղ ունենք 2-9, երկուսն էլ ծայրահեղ տարբեր պատմություններ են, առհասարակ 9-ները տարոյում խոսում են մենության մասին, մենակության մասին, բայց գոյություն ունի մենության երկու պատկեր, մի մենության մեջ մենք դեպրեսվում ենք, մենք տխուր ենք այն պատճառով, որ միայնակ ենք, իսկ մյուս միայնության մեջ մենք հասկանում ենք, թե ինչ լավ է, որ մենք կանք մեր կյանքում, ու եթե մենք կանք մեր սեփական կյանքում, հավատացեք, մենք միայնակ չենք։ Մեր միայնությունը պետք է օգտագործենք որպես ռեսուրս սեփական էներգիան վերականգնելու, ուժ գտնելու, առաջ գնալու համար։ Իսկ եթե փորձենք մեր մտքերով անընդհատ մեզ տանենք մենություն, փախչենք աշխարհից, հավատացեք, այդ ամենը ոչ մի դրական հանգուցալուծում չի ունենա։ Այնպես որ հիշեք, որ ուր էլ գնաք, ուր էլ լինեք, միշտ դուք լինելու եք ձեր հետ եւ պետք չէ փախչել սեփական անձից կամ փորձել այն փոփոխել հասարակության
հասարակությանը դուր գալու համար։ Եթե դուք ձեզ ընդունեք հենց այնպիսին, ինչպիսի որ դուք կաք, լինեք ներդաշնակ ձեր հետ, սիրեք ինքներդ ձեզ, հավատացեք այդ նույն հասարակությունը, որը ժամանակին ձեզ քննադատում էր, ինքը նույնպես սկսելու է ձեզ սիրել։ Վառ օրինակ բերեմ իմ կյանքից, ճիշտ է, ես ջրհոս չեմ, բայց երբ որ ես ժամանակին նոր ուսումնասիրում էի տարոլոգիան կամ էզոտերիկան ու մեջս ունեի կասկածներ ու վախեր այն մասին, թե ինչ կմտածեն մարդիկ առհասարակ իմ մասին, ինչ պատկերացում կունենան, չէ որ տղան չպետք է ուսումնասիրի էզոտերիկա կամ կրոնական համոզմունքները շատերին թույլ չեն տալիս զբաղվել տարոյով կամ ուսումնասիրել այլ հոգևոր ուսմունքներ, ու երբ որ ես գտնվում էի այդ կասկածների այդ վախերի մեջ, իմ կյանքում հայտնվում էին անընդհատ մարդիկ, ովքեր փորձում էին քննադատել կամ կասկածի տակ դնել իմ գործունեությունը, մեղադրել, բայց երբ որ ես սկսեցի ամբողջությամբ ընդունել ինձ, իմ սիրով, այս ուսմունքի, իմ գործունեության հանդեպ, հասկացա, որ ես այն ինչ որ անում եմ դա վատ բան չի, դա քննադատելի կամ մեղադրելի չի, հավատացեք իմ շրջապատում հայտնվեցին միմիայն այնպիսի մարդիկ, ովքեր նույն կերպ էին մոտենում այս ամենին, ու անգամ այն մարդիկ, ովքեր իրենց թե արժեհամակարգով, թե ապրած կյանքով, թե մտածելակերպով ես չէի կարող պատկերացնել, որ կարող են դրական կարծիք ունենալ տարոյի մասին, իրանք նույնպես իրենց կարծիքը ձևավորեցին ավելի դրական, ավելի հետաքրքրված ու ավելի պոզիտիվ կերպով։ Այսպիսով այս աշխարհը մեր հանդեպ տրամադրվում է ճիշտ այնպես, ինչպես մենք ենք տրամադրվում մեր անձի հանդեպ։ Աշխատեք այդ կերպով, այդ ուղղությամբ եւ կտեսնեք, թե ինչքան դրական փոփոխություն կգա ձեր կյանք։ Շարունակենք մեր կանխատեսումը եւ այսպիսով ինչպիսին կլինի 2026 թվականը ձկների համաստեղությամբ ծնված մարդկանց համար, ինչպիսին կլինեն 3 հիմնական էներգիաներն ու արկանները այս մարդկանց կյանքում 2026-ի ընթացքում, ինչ ունենք այստեղ եւ խորհուրդ ձկներին։ Ձկները ամենայն հավանականությամբ հորոսկոպի մեջ ամենահետաքրքիր կերպարներից մեկն են, որովհետեւ նրանք եզրափակում են այդ 12 համաստեղությունների նշանները, ինչն էլ նրանց տալիս է հնարավորություն իրենց մեջ ներառելու նախորդ բոլոր 11 նշանների հատկանիշները։ Իրականում ձկները հոգեպես եւ հուզական տեսանկյունից բավականին հասուն ու խելացի հոգիներ են, բայց կարևոր է, որ նրանք իրենք կարողանան ճանաչել ու հասկանալ սեփական հույզերն ու ցանկությունները։ Հաճախ այս համաստեղությամբ ծնված մարդիկ չեն կարողանում ճանաչել ու ընդունել սեփական ցանկություններն ու զգացողությունները, չեն կարողանում տարբերել իրենց լավն ու վատը, լույսն ու խավարը, եւ այդ ամենը խանգարում է նրանց ճիշտ ձևով ռեալիզացվել այս աշխարհում։ Շատ հաճախ այս համաստեղությամբ մարդիկ պարփակվում են սեփական մտքերում, սեփական ֆանտազիաներում ու կարծես կտրվում են իրականությունից եւ իրականություն վերադառնում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Բայց սա իրական թակարդ է այս մարդկանց համար, որովհետեւ այդ կերպով դուք կկտրվեք այս իրականությունից եւ չեք կարողանա ամբողջությամբ ռեալիզացվել եւ հաջողել այս կյանքում։ Իսկ մենք գտնվում ենք խիստ նյութականացված աշխարհում, մենք ինքներս նյութականացված էակներ ենք ու շատ կարևոր է, որ լինենք հողակցված, ապրենք ներկայով, հասկանանք, ինչ է կատարվում մեր շուրջը, մեր աշխարհում, ներդրվենք ավելի շատ փող աշխատելու, այս աշխարհում հաջողելու, մեր տեղը, մեր կյանքը կոմֆորտ ու բարեկեցիկ դարձնելու համար, իսկ եթե մենք պարփակվենք մեր մտքերում, կտրվենք ամբողջ աշխարհից, հավատացեք, դա մի շարք խնդիրներ կառաջացնի, թե ֆինանսական, թե առողջական եւ թե սիրային հարաբերություններում մեր կյանքում առհասարակ։ 2026-ի կանխատեսման հարցում մենք ունենք ավագ արկաններ, ինչը խոսում է նրա մասին, որ այս տարին ձկների համար լինելու է ավելի շատ կապված կենցաղային խնդիրների եւ հոգսերի հետ, քան ինչ որ հզոր հոգեվոր ուսմունքների կամ դասերի հետ։ Շատ կարեւոր է, ինչպես նշեցի, որ ձկները լինեն հողակցված ու կենտրոնանան իրենց ռեալիզացիային այս աշխարհում, կենցաղում, իրենց ֆինանսում ու կարիերայում, ու պետք չի, որ դուք ասենց փակվեք ձեր մտքերում։ Առաջին քարտը, որ այստեղ ունենք, դա 4 դրամների արկանն է, 4 դրամը հենց խոսում է սեփականը սենց վերցնելու ու աշխարհին չտալու համար, այնինչ շատ կարևոր է, որ դուք բացվեք աշխարհի հետ, չվախենաք կիսվել ձեր մտքերով, ձեր հույսերով, ինչու՞ չէ նաև նորը վերցնել մարդկանցից։ Եթե դուք փորձեք հեռանալ, սենց առանձնանալ բոլորից, պահպանել սենց խիստ անձնական սահմաններ ու թույլ չտալ այլ մարդկանց մտնել ձեր տարածք, հավատացեք, դուք այդ ձևով ձեզ կդատապարտեք միայնության եւ հետագայում դա իհարկե կունենա
իր ազդեցությունը ձեր կյանքի որակի վրա։ Պատրաստ եղեք նաև կիսվելու ձեր ունեցածով, թե ֆինանսական եւ թե մտավոր ու հոգեվոր գաղափարների մասին է այստեղ խոսքը։ Իհարկե ֆինանսների հետ պետք է լինել ավելի ուշադիր, պետք չէ աճոծախ ծախսել, իրական այս տարի ֆինանսական հարցերը ձկների մոտ ավելի շատ լինելու է sense կայուն, ստաբիլ վիճակով առանց ինչ-որ լուրջ խնդիրների, բայց պետք է դուք պատրաստ լինեք փող ծախսելուն, հա։ Եթե դուք փորձեք sense փողերը դիզել, նստել ու վախենալ այդ փողը ծախսել, ձեր կյանքում նոր ֆինանսական հնարավորություններ, նոր ֆինանսական միջոցներ չեն գա, այնինչ պետք է անել ճիշտ հակառակը, փողը տալ աշխարհին, չվախենալ փողը ծախսելուց, բայց միևնույն ժամանակ փողը ծախսել խելամիտ, ծախսել սեփական աճի, հանգստի, ռելաքսի, զարգացման վրա նույնպես, որովհետև շատ հաճախ մենք տրվում ենք sense աշխատանքին, գործերին ու մոռանում կամ ափսոսում ենք փող ծախսել մեր կոմֆորտի, մեր բարեկեցության, մեր ռելաքսի վրա, այնինչ դա նույնպես շատ խիստ անհրաժեշտ է։ Մի եղեք ժլատ էմոցիաների հարցում, իրական ձկները շատ հուսական կերպարներ են, շատ էմոցիոնալ մարդիկ են, դուք կարողանում եք հույզերը ճիշտ ձևով զգալ, նկատել, բայց չեք կարողանում այդ հույզերը ճիշտ արտահայտել։ Այդ իսկ պատճառով շրջապատի համար դուք երբեմն կարող եք լինել կրկին sense պարփակված կամ սառը մարդիկ, այնինչ ձեր հոգում իրական հրաբուխ տեղի ունենա, ուստի պատրաստ եղեք այդ հույզերը նույնպես ցույց տալ, այդ հույզերը ապրել, որովհետև ինչքան էլ այդ հույզերը փակեք ձեր մեջ կամ վախենաք ցույց տալուց, դրանք հետագայում կունենան իրենց ազդեցությունը ձեր առողջության վրա, այնինչ ավելի լավ այդ հույզերը հիմա ապրեք, անցնեք առաջ, քան թե դա կուտակեք ձեր ներսում։ Ինչպես նաև շատ կարևոր է, որ այս տարի դուք սովորեք այդ հուզական ու էներգետիկ հիգիենային հետևել, որովհետև ձկները կարողանում են սպունգի պես իրենց տարածության բացասականությունը հավաքել իրենց մեջ եւ նստել, այնինչ դա խիստ անհրաժեշտ չէ եւ այդ կերպով դուք վնասելու եք թե ձեր հոգեվոր աշխարհին, թե ձեր էներգետիկ մարմինին եւ թե ձեր պարզապես հոգեբանությանն ու զգացողությանը։ Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր բացասաբար են ազդում ձեր վրա, պետք չի իրենց գրկել, նստել, հսել չդու մնա։ Ուղղակի ասեք հաջողություն եւ գնացեք առաջ ու թույլ մի տվեք այդ մարդկանց վատ անդրադառնալ ձեր կյանքի որակի վրա։ Երկրորդ արկանը, որ տարվա համար ունենք, 6 գավաթն է։ 6 գավաթը կրկին խոսում է հույզերի, մտքերի, անցյալը բաց չթողնելու մասին։ Բոլորս էլ մեր անցյալում ունենք ինչ-որ վառ, գեղեցիկ հուշեր, հիշողություններ, որ կցանկանայինք նորից վերադառնալ, օրինակ ցանկանայինք վերադառնալ մեր մանկություն, մեր դպրոց կամ ինչ-որ այլ իրավիճակներ, որը հիմա ուղղակի չենք կարող անել։ Այս պարագայում մենք կարող ենք ուղղակի այդ ամենը հիշել լավով, դրականով եւ շարժվել առաջ, կամ էլ փակվել մեր մտքերում ու անընդհատ հիշել այդ ամենը, ասել ինչ վատ է, որ հիմա այդ հնարավորությունները չկան, առաջ ավելի լավ էր եւ այլն։ Այս երկրորդ տարբերակը շատ վտանգավոր տարբերակ է, որովհետեւ այս տարբերակով շարժվող մարդիկ ուղղակի չեն կարողանում ապրել ներկայով։ Իրենք անընդհատ մտքերով գտնվում են անցյալում, անցյալի հիշողություններում եւ չեն կարողանում առաջ գնալ, զարգանալ, բացվել աշխարհի համար եւ այդ մեթոդով իրանք իրենց ավելի են խորացնում դեպրեսիայի մեջ, ինչ որ տխրության մեջ, իսկ եթե մենք անընդհատ գտնվում ենք դեպրեսիվ, տխուր վիճակներում, ցածր վիբրացիաներում, մեր կյանք չի կարող գալ հաջողություն։ Եթե մենք ունակ չենք շնորհակալ լինելու աշխարհին այն ամենի համար, ինչ որ ունենք, հավատացեք, մեր կյանք չի գա ավելի լավը։ Պետք է կարողանանք հաղթահարել այդ վիճակը, բաց թողնել անցյալը ու մտքերով չգտնվել անցյալում, որովհետև դուք ուղղակի կկորցնեք իրականության զգացողությունը եւ ինքներդ էլ չեք հասկանա ինչպես ձեր կյանքը անցավ գնաց եւ դուք ոչինչ էլ չարեցիք։ Քանի որ այստեղ մենք ունենք նաեւ 4 դրամների քարտ, այս համադրությունը մարդու մոտ կարող են ստեղծել այդ անցյալի զգարճացությունը, ապագայի հանդեպ վախը, ինչ որ sense դժգոհ զգացողությունները, ինչ այդ ամենը պետք է հաղթահարել, անկախ այն բանից, որքան է խնդիրները հիմա շատ, պետք է կարողանանք դուրս գալ այդ վիճակից, այլապես խնդիրները գնալով կշատանան։ Այստեղ երրորդ քարտը 3 գավազանն է, հուսով եմ լուսավորությունը չի խանգարում մեր լաքափատ քարտին եւ դուք տեսնում եք նկարը։ 3 գավազանը հենց այդ կրակե հրե էներգիայի մասին է, որը մեզ դրդում է գործելուն, ռեալիզացնելուն, մեր նպատակները իրականացնելուն, ուստեղ շատ կարեւոր է, հա, որ դուք գտնեք ձեր այդ ներքին կրակը, ներքին հուրը, որը ձեզ կդրդի գործելուն։ Այստեղ դուք պետք է ինքնուրույն, հա, կարողանաք աշխատեք, վերլուծեք, հասկանաք ինքներդ ձեր ներքին
ուշադրությունն ու ցանկությունները։ Եթե կա անհրաժեշտություն դիմել մասնագետի օգնությանը, թեկուզ նույն տարրոն մասնագետին կամ հոգեբանին, որպեսզի կարողանաք հասկանալ ինքներդ ձեզ ու դուրս գալ այդ ապաթիայի, դեպրեսիվ վիճակներից եւ գնալ առաջ։ Եթե դուք չկարողանաք այս 3 գավազանների էներգիան ճիշտ օգտագործել 2026-ի ընթացքում, այդ կրակետ հուրը ներսից կսկսի ձեզ այրել եւ դուք հետագայում ավելի շատ խնդիրներ կունենաք։ Իսկ այստեղ շատ կարևոր է, որ դուք համառորեն գնաք առաջ, եթե կան որոշակի արգելքներ, դրանք հաղթահարեք, մտածեք տրամաբանորեն, գործեք եւ մի փոքր իջացնեք ձեր այդ հուզականության մակարդակը ու թույլ չտաք, որ հույզերը ձեզ կառավարեն, որովհետև եթե մարդը ընկնում է հույզերի կառավարության տակ, հավատացեք իր կյանքում ստեղծում է մի շարք խնդիրներ։ Շատ կարևոր է, որ լինեք հողակցված, ապրեք ներկա։ Եթե չգիտեք ինչպես հողակցվել, ես ունեմ հողակցման պրակտիկա, որը կարող եմ սովորացնել, պարզապես պետք է գրեք անձնական նամակ ինձ եւ գրանցվեք համապատասխան խորհրդատվությանը եւ ես ձեզ կտրամադրեմ տեխնիկան ինչպես լինել ներկայում, ինչպես ապրել ներկայում, ինչպես լինել ճիշտ հողակցված եւ թույլ չտալ, որ այդ ավելորդ մտքերը խանգարեն ձեզ։ Այլապես այդ ավելորդ մտքերը ձեզ իրոք կխանգարեն թե փող աշխատելուն, թե սեփական կյանք ապրելուն, թե հարաբերություններ սկսելուն, թե շրջապատի հետ համագործակցելուն։ Մի խոսքով շատ կարևոր է ձկների համար ապրել այստեղ ներկայում, այնտեղ որտեղ որ դուք կաք։ Եվ երրորդ արկանը, որը խորհուրդն է ձկների համար, այստեղ ունենք 3 դրամը, 3 դրամը թիմային աշխատանքների մասին է, ճիշտ համագործակցությունների մասին է։ Առհասարակ 2026 թվականի ընթացքում դուք կարող եք դնել լավ հիմք հետագայում ֆինանսապես հաջողություններ ունենալու համար, ինչպես նաև հաջողելու ձեր կարիերայում, աշխատանքում կամ բիզնեսում։ Պարզապես կարևոր է, որ դուք սովորեք աշխարհի ու մարդկանց հետ ճիշտ համագործակցել, չվերցնել ողջ պատասխանատվությունը ձեր վրա կամ չփորձել խուսափել պատասխանատվությունից, այլ ճիշտ թիմային աշխատանք իրականացնել, որտեղ ամեն անձը թիմում կունենա իր համապատասխան պարտավորություններն ու պատասխանատվությունը։ Այս կերպով դուք կկարողանաք ստեղծել նոր թիմ, նոր նետվորք, նոր համագործակցություններ, որը հետագայում ձեզ կբերի լավ եկամուտ, հաջողություն աշխատանքում ու կարիերայում։ Մի փորձեք խուսափել մարդկանցից, մի փորձեք ամեն ինչ անել միայնակ ու մի վախեցեք անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել, համագործակցել, ինչ որ մեկի ծառայություններից օգտվել ու միևնույն ժամանակ ծառայություններ մատուցել եւ փորձել օգտակար լինել այլ մարդկանց նույնպես։ Այդ պարագայում հավատացեք դուք կհաջողեք առաջին հերթին ձեր կարիերայում, ֆինանսներում, դրանից հետո նոր ձեր սիրային կյանքում։ Իսկ այդ ամենը շատ կարևոր է։ Ձկները իրոք ունեն բավականին աշխատանք 2026-ի ընթացքում անելու, անձնական աճ գրանցելու եւ սեփական անձը փոփոխելու ու հաջողության ճանապարհով տանելու համար։ Դե ինչ իմ սիրելի դիտորդներ, այսօրվա կանխատեսումները այսքանն էին։ Եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական տարող խորհրդատվությունը, ապա գրեք անձնական նամակ իմ Instagram-յան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը դուք տեսնում եք ձեր էկրանին։ Պետք է նշեմ, որ իմ խորհրդատվությունները անցկացվում են թե on-line, թե off-line դեմ հանդիպման տարբերակներով։ Այստեղ չենք խոսում ինչ-որ հորինված միֆերի, թուղթուգրերի, նավսերի մասին, այլ փորձում ենք մեր խնդիրներին տալ ռեալ տրամաբանական գնահատականներ եւ փորձել խնդիրներ լուծել այսօր, այստեղ, այս պահին, այլ ոչ թե ընկնել ինչ-որ էզոտերիկ հորինվածքների մեջ եւ փորձել մեր խնդիրները բարթել ինչ-որ արտաքին աշխարհի վրա։ Հիմնականում մեր խնդիրները գալիս են մեր մտածողությունից, իսկ փոխել սեփական մտածողությունն ու մտքերը կառավարել նշանակում է փոխել սեփական կյանքը ու սեփական կյանքը կառավարել։ Դե ինչ սիրելիներս, այս տարի այսքանը, սա այն վերջին հաղորդումների 2025-ի ընթացքում, բոլորիդ մաղթում եմ հաջողակ ու երջանիկ 2026, թող այս տարվա ընթացքում ձեր կյանքը թակի հաջողությունը, որը հենց դուք ինքներդ եք կանչել եւ դուք էլ ձեր ձեռքով դուռը բացեք այդ հաջողության։ Ներդրվեք ինքներդ ձեր մեջ, ձեր անձնական աճի, ձեր գիտելիքների, մի վախեցեք ռեալիզացվել, ներկայանալ աշխարհին այնպես, ինչպեսին որ կաք։ Թող ձեր հաջողությունը գա ձեր կյանք ձեր համար ամենից անվտանգ, բարեկեցիկ
ու հաճելի տարբերակով։ Իսկ մենք կհանդիպենք արդեն 2026 թվականի ընթացքում, կիսվեք մեկնաբանություններում ձեր տպավորություններով, կարծիքներով, դրանք իրոք շատ հետաքրքիր են ինձ համար եւ դրանք բոլորը ես հատառհատ կարդում եմ։ Եթե ունեք հարցեր կապված տարոյի ու էզոտերիկայի մասին, ապա գրեք մեկնաբանություններում եւ դա մենք կքննարկենք իմ հաջորդ Հերմիտ զրույցներ հաղորդումների շրջանակներում։ Լավ մնացեք, ուրախ տոներ։